ինձ համար ես պատեվ է ողջունել ձեզ Երևանում, Հայաստան Եվրոպական միություն գագաթաժողովի շրջանակներում։ Այսօր մենք ևս մեկ քայլով, որակապես նոր մակարդակի ենք բարձրացնում Հայաստանի և Եվրամիության և պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը անցկացնում են երկկողմ գագաթաժողով։ Մենք արդեն առիթ ունեցել ենք քննարկելու, որ այս նախադասությունը արդեն իր մեջ շատ մեծ և կարևոր իմաստ է պարունակում, որովհետև երբ որ մենք երկկողմ փոխադարձաբար այսօրվա գագաթաժողովը անվանում ենք առաջին գագաթաժողով, դա նշանակում է, որ ենթադրվում է նաև երկրորդ, երրորդ և հետագա գագաթաժողովների անցկացումը։ Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը միայն անվանումը չէ, այլև այն, որ մեր հարաբերություններում արդեն իսկ ձևավորվել է այնպիսի ծանրակշիռ օրակարգ, որը արդեն իսկ կանխատեսելի կերպով առաջիկայում անհրաժեշտ է լինելու քննարկել հենց գագաթաժողովների մակարդակում, իհարկե դրանց արանքում ենթադրելով, որ անհրաժեշտ է ունենալ բավականին մանրամասն և ծավալուն աշխատանք, ինչը և մինչև հիմա արվել է։ Ես ուզում եմ ձեզ ողջունել Եվրամիության պատվիրակությանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահի և Եվրոպական միության խորհրդի նախագահի գլխավորությամբ այս պատմական իրադարձության առիթով մենք իհարկե նեղ կազմով արդեն առիթ ունեցանք քննարկելու հարցերի բավական լայն շրջանակ և ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ մենք ունենք ընդհանրական դիրքորոշումներ և ունենք ձևավորված ըմբռնում, սա նշանակում է, որ պատշաճ մթնոլորտ է առկա, որպեսզի մենք կենտրոնանանք օրակարգի իրականացման, իրագործման վրա և նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում Եվրոպական միության մեզ ցուցաբերած աջակցության համար, մասնավորապես ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտում։ Ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է, որը գիտակցաբար որպես որոշում որդեգրված է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից, բայց նաև ուզում եմ էլի անդրադառնալ մի շատ կարևոր թեմայի, որի մասին խոսեցի նաև երեկ Հայաստանի աջակցման խմբի նիստի ժամանակ։ Իմ գնահատականն այն է, որ բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել հենվելով միայն քաղաքական կամքի վրա, այդ բոլոր բարեփոխումները իրականացված են։ Բարեփոխումների հետագա ընթացքը ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ և օրենսդրական և փորձագիտական որոշակի ավելի մեծ ներդրում և այս առումով իհարկե Եվրամիության հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է և ես արդեն իսկ կարող եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար, սկսած դատական իշխանության անկախության երաշխիքների հետ կապված խնդիրներից, շարունակած ամենատարբեր, այդ թվում հիբրիդային մարտահրավերների դիմակայելու հարցով, որը իհարկե նաև մեր օրակարգի խնդիր է։ Ես մի քանի անգամ էլ առիթ Եվրոպական միության և Եվրոպայում տեղի ունեցած քննարկումների ժամանակ առիթ ունեցել եմ տեսնելու, որ նաև ապատեղեկատվության տարածումը, ատելության խոսքի տարածումը սոցիալական ցանցերում և նաև երբեմն մամուլում ինքը խնդիր է նաև Եվրամիության շատ երկրների համար և մենք այսօր առերեսվում ենք այդ խնդրի հետ և իհարկե մենք հույս ունենք, որ այստեղ ևս Եվրոպական միությունը մեզ աջակցություն կցուցաբերի փորձի փոխանակման կամ այն գործիքները, որոնք արդեն ներդրվել են Եվրոպական միությունում, այդ գործիքների բովանդակության շուրջ ավելի մեծ հասանելիություն ենք ակնկալում Հայաստանի Հանրապետությունում դրանք կիրառելու համար։ Կրկին ողջունում եմ և շնորհակալություն այսօրվա
պատմական իրադարձությունը համահեղինակելու համար։